Բարև ձեզ հայրենակիցներ ջան, բոլորդ ականատես եղաք, թե ինչպես կապիտուլյանտը ընդունեց այն փաստը, որ 2020 թվականին գիտակցված զոհողության են գնացել, իբր թե պետականություն եւ անկախությունը փրկելու համար եւ այսօր մենք ունենք այդ պետությունը։ Եթե ինքը չլիներ կամ իր թիմակիցները, եթե չտանեին 10,000-ից ավել երեխեքի մատաղանեին, չէին փրկի այսօրվա Հայաստանը։ Հասկանում եք ինչ է ինքը վիզարել, ինչ է ընդունել եւ ինչ է հայտարարում, որ մենք այո կանխամտածված տարել ենք մեր հայ բանակին մատաղանելու ադրբեջանցիների ոտքերի տակ, որպեսզի մենք այսօրվա Հայաստան ունենանք։ Եվ սա այն դեպքում, երբ որ Ռուսաստանը այո փաստացի ասել էր, դիմել էր Հայաստանի այս թրաշամանոք թափթփուկներին, որ կանգնեցնենք պատերազմը։ Իսկ կապիտուլյանտը պատասխանել է ոչ, մենք կռվելու ենք։ Հասկանում եք ինչ է արել։ Այսքանի 2-3 օրվա, այսպես ասեմ, ընթացքում իր հայտարարությունից հետո ես սպասում էի, որ շատերը թաղված օծի գլուխը կտեսնեն, թե որտեղ է, լսում էի բլոգերների, քաղաքական վերլուծաբանների, իբր թե կիսագրագետ, անգրագետ, այսպես կարելի ասել մարդկանց, սպասում էի, թե որևիցե մեկը գլխի կընկնի, թե իր ասածի տակ ինչ կա թաքնված, բայց այդպես էլ ոչ մեկ չասեց։ Այո, միանգամից կախվեցին, բռնեցին, որ նայեք ինքը տարել է զոհողության։ Որ նրան Ռուսաստանն ասել է, եկեք կանգնացնենք, սա ասել է ոչ, պատերազմը պետք է շարունակվի։ Այստեղ, ժողովուրդ ջան, գիտեք ինչ է կատարվել։ Եթե Ռուսաստանը դիմել է, եւ այո դիմել է պաշտոնապես, որ կանգնացնենք այս պատերազմը, նրանք ունեին այդ հնարավորությունը, Ալիևին ճնշելու եւ այս պատերազմը կանգնացնելու։ Բայց դա չի ուզել Հայաստանի իշխանությունը, կապիտուլյանտի գլխավորությամբ։ Նրանց պետք էին այդ զոհողությունները, որ տանեին այդ երեխեքին զոհաբերեին, գիտակցելով, որ պարտվելու են էլի։ Այսինքն գիտակցված տարել է զոհաբերության, պարտության համար, որ իբր մենք այս Հայաստանը այսօր ունենայինք, անկախությունն ու պետականությունը պաշտպանեինք։ Դուք հենց սրա արդարացումը լսեք, այս ոչխարի էլի։ Իսկ հիմա ասեմ օծի գլուխը որտեղ է թաղված, ինչի համար է ասել ոչ մենք կռվելու ենք։ Որովհետև բաց ամեն ինչ այսօր պարզ է դարձել, որ կապիտուլյանտը, այդ Նիկոլ կոչվածը, Ալիևի ձեռքի զիբիլն է։ Բնականաբար Ալիևը նրան ասել է, որ պատերազմը չպետք է կանգնի, որովհետև ինձ տրված հաղթանակը դա հաղթանակ չի համարվելու։ Ես չեմ կարող Ադրբեջանի, այսինքն իմ ժողովրդի աչքի առաջ իմ հեղինակությունը բարձրացնեմ, որտեղ 30 տարի դուք ճնշած եք պահել հայերով մեզ եւ մենք տասնյակ հազարներով զոհեր ենք տվել։ Մենք պարտված ենք եւ նման հաղթանակը, որ դուք մեզ տակ ու պատերազմը կանգնի, այսինքն առանց պատերազմի, եթե տարածներն էլ հետ տայք, դա դեռ ինչ չէր գոհացնելու։ Ինչու համար, որտեղ ինձ պետք էր պատերազմ, որ ես ադրբեջանցի ժողովրդին ցույց տամ, որ տեսեք ես հաղթեցի, պատերազմով ճնշեցի հայերին։ Այդքան արյան գետեր թափեցի, ոնց որ նրանք 30 տարիների ընթացքում մեզի ճնշած են պահել ու թափել են մեր արյունը, տեսեք ես էլ նույնը արեցի։ Եվ ես հաղթանակով, այսինքն կռվի ճանապարհով, արյուն թափելու ճանապարհով եմ հետ բերել այս ամեն ինչը, այնպես որ ինչ չեն նվիրել այդ հաղթանակը։ Որպեսզի միջազգային հանրությանը Ալիևը ցույց տա, որ տեսեք, ես պատերազմով եմ, Հայաստանը կռվում էր իմ դեմ, իսկ ես ինչ պետք է անեի, ես իմ ամբողջականությունը վերականգնելու համար պատերազմել եմ եւ հաղթել եմ։ Ինչ է կատարվել իրականում, իմացեք։ Նա Նիկոլին ասել է, շարունակի կռվել, օգնիր ինձ իմ հեղինակությունը բարձրացնելու համար։ Կապիտուլյանտը ժողովուրդ ջան օգնել է Ալիևին իր հեղինակությունը բարձրացնելու համար սեփական ժողովրդի առաջ։ Նա մատաղ է արել հայոց բանակին
Ալիևին օգնել է, որպեսզի Ալիևը պատերազմի ճանապարհով իբր հաղթանակ է ձեռք բերել հեղինակությունը բարձրացնելու համար։ Դուք հասկանում եք ինչ է կատարվել։ Հայաստանի վարչապետը իշխանությունները օգնել են Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց ղեկավարին Ալիևին մատաղ անելով մեր զինվորներին, իմանալով որ չենք կռվելու, պետքա տանի բանակին պարտության, այո, եւ նա տարել է, նա հրաման է տվել չկռվեք։ Չէ՞ որ ինքն էր բազմից ասում մենք բանակին չենք անում, մեր ինչին են պետք այդքան գեներալներ եւ այլն եւ այլն։ Դա ասել է 2018-19 թվականին։ Այսինքն այս մարդը ամեն ինչով օգնել է Ալիևին եւ Ադրբեջանի բաշուբոզուկ այդ քոչվոր ժողովրդին, որ նրանք հաղթող դուրս գան այս պատերազմում։ Եվ տանի մեր լուսի նման ինչ ասեմ, գենոֆոնդին մատաղանի դրանց ոտերի տակ։ Մի խոսքով մորթ են արել, որպեսզի Ալիևի հեղինակությունը բարձրացվի Նիկոլի օգնությամբ։ Նա ուղիղ իմաստով օգնել է Ադրբեջանի նախագահին։ Բա բոզի տղա, քեզ ռուսներն առաջարկել են կանգնեցնենք այս պատերազմը։ Ինչի համար ես ասել ոչ, մենք կռվելու ենք։ Այսինքն ինչ կռվում էիր, դրա համար էիր ասում կա պարտություն, որ հաղթանակը։ Հաղթանակը ում համար։ Մամմատ քունեմ ես Նիկոլ, բալեքի բերանը քունեմ։ Հաղթանակում համար։ Ալիևի, Ադրբեջանի ժողովրդի համար, հա, կա պարտություն ասում է, որ հաղթանակ է։ Դուք ես սրա հələ բարերը լսեք, ոնց է հիմարացնում ժողովրդին, ես անասում է։ Եվ դու այսօր գոհված ես, հոգիդ փառավորված է, որ Ադրբեջանը հաղթել է, որտեղ մերը թուրքի լամուկ է եղել, բոշի վաստակ։ Դու էլ թուրք ես, բոզի տղա։ Բոլոր կարգերը նա բացեց իր ձեռքով, ինչու, որովհետև երբ որ նրան շատ ես նեղում, ամեն կողմից ես ընտրարշավի ժամանակ գոռում էին Դավաճան, Կապիտուլյան, Արցախ ես, սա չդիմացավ, ընկավ հոգեվարքի մեջ, ստրեսի մեջ եւ էշ խոստովանեց ամբողջ իր արածը։ Խոստովանեց, այո, որ մենք մտածված գնացել ենք այդ զոհաբերությանը, որ փրկենք, հələ նայեք անուն ինչա դե, այսօրվա Հայաստանն ու անկախությունը։ Դու Գանդոն Հայաստանը իր տեղը նստած է, անկախությունն էլ կար, պետությունն էլ է իր տեղը։ Ինչ է իր փրկում։ Այսինքն եկել էր մի պահ, եթե դու չլինեիր, Հայաստանը կործանված էր, հա։ Քո լակոտներով լնգուլավաս այդ դասալիկներով ոսկի բանակ էլ չեք ծառայել, մի պատրոնի փամփուշտի ձենը լսեք, ծակը կմտնեք վախուց։ Եվ դուք եք այս ամեն ինչի անողը, փրկողը։ Վերջ, ամեն ինչ պարզ է, ժողովուրդ ջան։ Նա գիտակցված տարել է հայոց բանակին մորթարան Ալիևին հեղինակությունը բարձրացնելու համար, որովհետև եթե ել եմ կրկնում հանգիստ ճանապարհով, առանց այդ պատերազմի 7 շրջանները թե 8 հետային, Ալիևը դրանից իրեն լավ չէր զգալու, պետք է ասել խաղաղ ձևով տրված տարածքները, թեկուզ Արցախն էլ խաղաղ տայք, մի խոսքով ամեն ինչը որ խաղաղ տայք, դա ինձ համար հաղթանակ չէ, որովհետև դա հետ եք տվել, տրված հաղթանակ, հետ եք տվել։ Հաղթանակը պետք է լինի պատերազմի ճանապարհով, որ Ալիևը իրեն փառավորված զգա, նայեք հաղթել եմ, եւ դրանում օգնել է նրան Նիկոլը։ Նա ասում եմ, ել եմ ասում, իր բերանով ասեց, բոլորդ լսեցիք, որ այո, մենք մտածված են գնացել զոհաբերությանը։ Ում համար ես գնացել է զոհաբերությանը։ Ալիևի, Ադրբեջանի ժողովրդի համար։ Այս աստիճանել բաց ծառայել թշնամուն ու անպատիժ մնալ, սա կատաստրոֆա է։ Ես ոչ մի երկրի ժողովուրդ նման բանը չէր հանդուրժի։ Ոչ մի երկրի ժողովուրդ էլ եմ ասում նման բանը չէր հանդուրժի։ Սա հայտարարություն է ուղղակի։ Ահա թե ինչ է կատարվել իրականում։ Բայց այդքան զենքեր, որ առնում եք միլիարդից ավել Հնդկաստանից, տեղից, ընդեղից, իբր բերում եք Հայաստան։ Այստեղ հարց է ծագում, ուր են այդ զենքերը, որ բերել եք Հայաստան, եթե դուք կռվի կողմնակից չեք։ Դու անգամ այդ զենքերով չես էլ պաշտպանվում։ Չես էլ պաշտպանվում, քո սահմանները այսօրվա չես պաշտպանում։ Հայաստանի տարածքներից են վերցել։ Այստեղ հարց է ծագում, որը կասկած է առաջացնում, արդյոք այդ զենքերը բերվել է Հայաստանի պաշտպանության անվտանգության համար,
թե նորից եմ ասում, այդ զենքերը Հայաստանի ճանապարհով գալիս գնում են Ադրբեջան։ Դու տալիս ես Ադրբեջանին այդ զենքերը։ Բա ուր են այդ զենքերը, որ այդքան զենք ես բերում։ Ինչի հակառակ պատասխան չես տալի Թշնամու, երբ որ Հայաստանի տարածքների վրա ոտնձգություն անում։ Ես արդեն հավատում եմ, որ այդ զենքերը նա ուղարկում է Ադրբեջան, օգնում է նրանց։ Հայաստանի ճանապարհով գալի գնում է Ադրբեջան։ Այս մերը քունածը ամեն ինչ անում է, որպեսզի Ադրբեջանը ծաղկի, բարգավաճի, հզորանա, բայց ոչ Հայաստանը։ Մենք կզած մնանք, մենք մի փոքր տարածք Երևան քաղաքել մնա, ել եմ ասում։ Ինքը նշանակվի տեղապահ, ինքը իր լնգու լավա զինգերներով, թիմակիցներով ապրեն, այդքանը հերիք է։ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր որ դրան քննադատում է, նա գլուխը պատին է տվել։ Նա ինչ անում է Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագրերն է իրականացնում։ Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասում 500,000 հայ մնա Հայաստանում, այդքանը մեզ բավական է։ Թեկուզ Երևան քաղաքը, ինչպես Լյուքսեմբուրգը քաղաքապետություն է համարվում, Երևանն էլ այդքան մնա 500,000 բնակչությամբ, բավական է մեր համար։ Եվ այս պորնիկը դա կատարում է։ Լսեցիք Ալեր Սիմոնյանին, այդ մամաքուննածին, այդ Ալյոնային, որ ասում է ինչ եք ուզում, անընդհատ ասում եք Արցախ, դրանք էլ ասում են Երևանն էլ մերն է։ Ուզում եք որ այդ 10,000 քառակուսի մետրը մնա մեզի, դա էլ եք հասկացնում։ Դուք հենց այդ նպատակով էլ եկել եք, որ այո, Երևան քաղաքը թողեք իր տարածքով։ Մնացածը հանձնեք Թշնամուն։ Սրանք բաց ադրբեջանցիների ջրաղացին թուրքերի ջուր են լսել ժողովուրդ ջան։ Ամեն ինչ արել են դրանց համար։ Եվ հիշեք, այն ինչ որ արել է, այն ինչ որ ծառայություն է Նիկոլը մատուցել Ադրբեջանին եւ Ադրբեջանի նախագահին, դա հենց այնպես չի մատուցվել։ Ամեն մատուցման համար նա վճարվել է։ Նա վաճառել է մեր հայ զինվորներին, դիակների է վերածել, մատաղ արել, որ այսօր երրաբնուրում էլ տեղ չկա պայթում է գերեզմաններից։ Նա վաճառում է մեր տարածքները։ Այն ինչ որ անունը դրել է խաղաղություն, այդ բառի համարել է ինքը փող ստանում ընդդեղից։ Սա անտանելի է, սա տանելու բան չի։ Սա տանելու բան չի։ Եվ այսօր չգիտես ինչու, օղակը գնալով նեղանում է, սկսել է իր թեմակիցների վրա գցել, իրար են ուտում արդեն ներսից, սրանք վախեցած են ժողովուրդ ջան, ահա որ վախեցած են, նոր են հասկանում, թե ինչ են արել և գտնելի գալիք ինչ ալնելու, գիտեին թե հավերժ են մնալու և անպատիժ, վախեցած են, և այսօր քավության նոխած Ռուսաստան են ընտրել, Ռուսաստանն է մեղավոր, հապկը մեզ չեկավ օգնելու, հապկը սենց չարեց, հապկը նես չարեց, այ բոզի տղա, քեզ առաջարկել են պատերազմը կանգնացնելու, ինչի չես համաձայնվել։ Չէ ասել ես, մենք պետք է կռվենք։ Եվ վերջում նորից ասեմ, անընդհատ ուզում ես ասես, որ մտնի մարդկանց գլուխը։ Ասում ես, թե ամեն պարտություն նաև հաղթանակ է, կա պարտություն, որ հաղթանակ է։ Այդ հաղթանակը մորդ են պծի մեջ է, մամատ ունեմ, թե կնգատու բալեկիդ ոռի մեջ։ Ձեր ոռի ծակի մեջ է, չէ՞ այդ խաղաղությունը։ Իսկ ինչ կոչվում է այդ խաղաղությանը, վերջում ասեմ ժողովուրդ ջան, խաղաղությունը այո ինքը ճիշտ է ասում, ինքը բերել է այդ խաղաղությունը իրանց հետանցքների մեջ է բերել։ Պաշտպանում է այդ խաղաղությունը իրանց հետանցքների մեջ, որ առավոտից իրիկում вор տան թուրքերին ու ադրբեջանցիներին, որ անունը լինի խաղաղություն։ Իա հանգիստ թողեք մեզ։ Հանգիստ թողեք, մենք մնանք իշխանության վրա, մեր հետանցքներում կեղտոտ խաղաղություն լինի, որ մեզ անընդհատ մենք вор տանք հանգիստ ապրենք։ Իսկ դուք ձեներդ կտրեք ու վերենգեք տեղներդ։ Հայաստանում այսքան հանցագործությունը որ շատացել է կրիմինալ, այսքան պայթուններ, սպանություններ, կրակներ, որ վառում են այս շենքերը, սա լրիվ մտածված է անում, այս բոզը, պառակտում է, վախացնում է, քանդում է, կամաց կործանում է երկիրը, սա չարիք է, ես սրա մաման քունեմ, էսի պատոհաս է ազգի գլխին։ Եթե սա նորից ընտրվեց, պարզ ասում եմ, ձեր կանանց պերեդոկն ու զադոկները, հայ տղամարդիկ, յուղեք, թրաշեք, մի կապ արեք, գեղեցկացրեք սիրուն, որ նա վերջին քայլն է մնացել, ձեր եկեղենին, բոլոր հայ եկեղեներին պարկասնի թուրքերի ու ադրբեջանցիների տակ։ Եթե էլ եմ ասում, ընտրվավ սա, քունված է սա հայ ազգի բեռնիցը։ Այդ Արարատ Միրզոյանը, որ ասում է, մենք կից ճանապարհով ենք գնում, կան 100-ից ավել ազգեր, որ այսօր պետություն չունեն աշխարհում, բայց մենք կանք, այսինքն իբր ձեր շնորհիվը, հա, որ մենք կանք։ Այդ 90 թվի, որ անկախություն ձեռք բերեցինք բոզի տղա, դու որտեղ էիր եմ վաղ, պլեչիկով հլը շլվար էիր ակնում, մանկապարտեզ էիր գնում, այ խախպի տղա։
մեծացած ձեր ուղեղներն են ժողովուրդ ջան, սրանց ուղեղներն են թուրքերը լվացե, անենց են զոմբիացե, որ սրանք կուրորեն հավատում են թուրք հայ բարեկամությանը։ Չկա նման բան, անցյալում էլ հավատացին որոշ մտավորականներ ու ղեկավարներ թուրքերին, տեսակ ինչ արեցին հայերի գլխին։ Նույն բանը պատմությունը այսօր կրկնվում է։ Ռուսաստանն է մեզի, մեր թշնամին։ Դու Ռուսաստանի մոտ էթում ես Մոսկվա Պուտինին ասում ես այո, մենք դաշնակիցներ ենք, մենք իրար ենք եւ այլն։ Դու գիտես Ռուսաստանի իշխանությունները կոնման ոչխար են, այ բոզի տղա։ Հետ ես գալիս Հայաստան, Ռուսաստանն է մեղավոր։ Գնում ես ընդ անատամ տուզիկ ես դառնում, կռեմլում։ Գալիս ես Հայաստան, պրոթեզը դնում ես, սկսում ես հաչալ ռուսների վրա։ Արա սենց ով աղ երկիր ղեկավարում։ Այս բոզածինը ոնց քուչի իր մուտիլովկեքով բերթում գործա տվել, սրա վրա ծախել, կռիվություններ արել, հասկանում եք, բանսարկույա դարձել, եղել իր ամբողջ ապրած կյանքում, այս դիշովկեն, նույն ձևել երկիր է ղեկավարում։ Երկիրը տարելա կործանման, չկա էլ Հայաստան։ Ասում եմ, ուզում եք վերջապես Հայաստանը կորցնեք, գնացեք ընտրեք այդ մերը քնացին։ Եվ էլ եմ ասում, ձեր քամակներն ու պերեդոկները լվացեք, բերաններդ էլ նույնպես, որտեղ թուրքերը ձեզ ամեն տեղից օգտագործելու են։ Ահա սրա ուզած ինչա։ Մի քայլ է մնացել ու վերջ։ Եկեղեցիների վրայից կհանեն խաչերի, կիսալուսինները կդնեն եւ կասեն հայ տղամարդկանց չշարեն հերթով, գլխներին կվալդով տալով է, հանդուրժող հայ տղամարդուն այդ աննասումին։ Գլխին կտան կասեն դավայ մտի մզգիթ արդեն սունատվելու։ Ու Ղուրանը կտան ձեռը կասեն առավոտից իրիկուն չոքեք, այնքան Ղուրան սովորեք, մինչև անգիր անեք։ Դուք պետք է իսլամիզացվեք, որպեսզի հայոց հարցը վերջնականապես փակենք։ Վերջում հիշեցնեմ Աթաթուրքի խոսքերը։ Ասում եմ մեր նախնիները եւ մենք, մեր բոլորը ինչքան հայերին դարերով կոտորել ենք, վերջում հասկացանք, թե ինչի չեն կարողանում այս ազգին մինչև վերջին մարդը վերացնել։ Բանից պարզվում է, մորթելով հային չես հաղթի։ Զենքով հային չես հաղթի։ Հայերը ունեն մի անպարտելի զենք, որի անունը հավատքն է։ Կրոնը պետք է հայերից առնել իրենց կրոնը հավատքը, կործանել նրանց եկեղեցին, այդ դեպքում հայերը վերջնականապես կոչնչանան։ Հիմա հասկացաք, այս մամա քունածը ինչի է հարձակվում հայոց եկեղեցու վրա։ Անունը դրել է հոգևորականներ, բայց այստեղ հոգևորականների հարցը չի։ Նա հայոց ազգային եկեղեցին է ուզում կործանի։ Սուտի իբր ինքն էլ է քրիստոնյա եւ այլն, սատանան միշտ այդ դեմքով է հանդես գալի։ Նա հազար մի տեսակի շապիկ կարա քաշի երեսին դիմակ։ Քրիստոնյա էլ կդառնա, բուդդիստ էլ կդառնա, մուսուլման էլ կդառնա, բայց իր գործը ուրիշ է, կործանել եւ կործանել։ Դժոխքի վերածել այն ամեն ինչ որ կա։ Հիմա սա Աթաթուրքի եւ թուրքերի եւ ադրբեջանցիների երազանքն է կատարում։ Սա շատ լավ էլ գիտի ինչ անում ժողովուրդը։ Շատերը որ ասում եք սա հիմար է, գիժա չի հասկանում, նա շատ լավ գիտի ինչ է անում։ Վրաստանում 20 տարիներ առաջ, երբ որ սրան արդեն վերբովկա են անում, գործակալ են սարքում թուրքական դեսպանատանը, սրա դեմ թուղթ են դրել, ասեն ես կետերեք ստորագրես, որ քեզ բերենք իշխանության, իմիջիայլոց ասեմ, բազմից եմ ասել, ինքն է իր ծառայությունը գնացել մտել թուրքական դեսպանատուն եւ առաջարկել իր ծառայությունը, որ ես կանեմ ամեն ինչ, բերեք ինձ իշխանության եւ փող տվեք, ես ընչակած բոզի տղեն։ Եվ ես այդ ամեն ինչը հետ կվերադարձնեմ։ Սրա դեմ անես կետեր են դրել, թղթեր, ասեն սա ամբողջը կարդա ու ստորագրի։ Ասում առանց կարդալու էլ էր ստորագրում։ Սա ձեզ հստակ աղբյուրներից եմ ասում, առանց կարդալու ստորագրում էր։ Թուրք եւ ադրբեջանցի գեներալները նայումիներ ասում են արա սրա նման սրպապից, դաժե չի նայում թե ինչի տակ է ստորագրում։ Մենեք իշխանությունը փող տվեք ինձ այսքան բան։ Սա վիժված կասում ենք սա դավաճաններ ենք տեսել։ Դավաճաններ թե մեր ազգից, թե օտար ազգերից, թե հայերի մեջից, բայց սրա նման սրպապից մամակումնած դեռ չենք տեսել։ Եվ գիտեք թուրք գեներալը ինչ ասել։ Սա հենց այն է ինչ որ մեզ պետք է Հայաստանը կորցնելու համար։ Սա էլ ձեզ դեսերտի կարգով մատուցեցի, որ իմանաք ոնց են։ Այս բոզի տղուն իրենց գործակալը սարքել, ոնց են սրանց ուղեղները լվացել, ոնց են լվացել, որ մինչև հիմա հայ-թուրքական բարեկամության են հավատում։ Սրանք էլ լվացել են ժողովրդի ինչ որ մի փոքր հատվածի մասի ուղեղները, ու այսին զոմբիացված են սա։ Զոմբիացված, այսքան բան է կատարվել։ Հələ այս մամակունազների վերջը արդեն եկել է սրանց վերջը, որ վաղը տանեն կախելու, վստահ եմ էլի կախաղանի վրայից կասեն մենք հավատում ենք թուրք-ադրբեջանական
բարեկամության ու տես կկախվեն ու կսատկեն, կգնդակահարվեն։ Ես նրանց են կերած կաթը քրում եմ, արա։ Ես էլ եմ ասում, երեխան որ ծնվում է, ցանկացած երեխա բոլորը գիտեք, նա մոր կուրս կացածում։ Սրանք ծնված ժամանակ թուրքի կլիր են ծծը, իրանց պապաների կլիրն են ծծը։ Դրա համար է սրանց մեջ սրբություն չկա։ Սրանց բերանի մեջ, դրանց բերանի մեջ կաթի համ չկա, որտեղ կուրս չեն ծծել, ժողովուրդ ջան։ Սրանք հայ չեն, քունեմ է սրանց են, սաղու սատկացի բերանը։ Այսքանը լավ մնացեք։ Ընտրեք էլ եմ ասում ում ուզում եք, բայց ես բոզի տղուն չընտրեք։ Ես տեսնելով, որ ունենք այն ինչ ունենք, բազմից եմ ասել, չարյաց փոքրագույնը գոնե ընտրեք։ Իմ համար այո, նախընտրելի չեմ, ոչ նախկիններ, ոչ այս բոլոր տեխնացիաների մեջ ես պարզ ասեմ, ես չունեմ իմ տեխնացիան, ոչ մեկ էլ չեմ ընտրել նրանցից։ Բայց գոնե մի բանում եմ ես վստահ, որ նրանք հողավաճառ չեն, եկեղեցին ավիրող չեն, ազգային արժեքները ավիրող չեն։ Չեն ըլլի, անող լինեին, են վաղ կանեին։ Այսքանը դա փաստ է, ինչ ճիշտն է ճիշտ է։ Լավ կլներ, որ ազգայնական տղեկ լինեին գային իշխանության, բայց քանի որ ժողովուրդը տրված է սրա ու նրա հետևորդը լինելով, ասես չասես, ուզում են ընտրեն սրան կամ նրան թող էթան ընտրեն։ Թող ընտրեն, բայնակ ես պորնիկը չլնի, այսքանը լավ մնացեք, հաջողություն։